Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանին։ Բարի երեկո, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսենք նախ ձեր մասնագիտական ոլորտից։ Երեք խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց արդեն նախկին падգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Նա մեկ շաբաթ առաջ վայր էր դրել մանդատը դատավոր դառնալու համար։ Ձեր գնահատականը։ Տեսեք, իրականում սա այնինչ է, ինչ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը անում էր Հրաշ Թովմասյանի հետ, այսինքն կապում էին կուսակցության հետ։ Նորընտրված Սահմանադրական դատարանի դատավորը առնվազն իմ համար անհասկանալի չէ, թե արդյոք ինքը լինելու է անկողմնակալ, թե ոչ, որովհետև բոլորիս էլ պարզ էր, նույնիսկ այն մարդկանց, որ մասնագիտական գիտելիքներ չունեն, բոլորն էլ պարզ էր, որ կուսակցությունից падգամավորական մանդատից նաև հրաժարվել է, ուներ ընդամենը մեկ ենթատեքստ, որովհետեւ արդեն օրենքով սահմանված կարգով կարողանար մասնակցել ու լիներ ՍԴ դատավորի տեխնազու, այնուհետև ինչպես տեսանք ՍԴ դատավոր։ Միանշանակ այստեղ հարցերը չափից ավելի շատ են, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի ու փոքրիկ խմբակի կատարված բոլոր գործողությունները երբևէ չեն եղել իշահ ու ի օգուտ Հայաստանի Հանրապետության, մենք չունենք անկախ դատական համակարգ, բոլոր բաժանված ճյուղերը սահմանադրությամբ օրենսդիր, գործադիր եւ դատական իրարից տարանջատված չեն, կառավարությունը ես եմ մեխանիզմով են աշխատում, դրա համար ես չեմ զարմանում, իրականում ամենայն անգեղությամբ իմ կողմից իրավական գնահատականն էլ սխալ կլինի, որովհետև արդեն երկար ժամանակ է Հայաստանի Հանրապետությունը ըստիս այլևս չի համարվում իրավական պետություն, ժողովրդավար պետություն։ Բայց որ ցավոք սրտի, այսպես ասենք, նորմալ ենք համարում, անցնում ենք առաջ։ Մարդը դուրս է եկել կուսակցությունից, խմբակցությունից, կուսակցական գործունեություն այլևս չի ծավալում, ինչպես հայտարարել է, եւ գնում է դատական իշխանություն։ Չի կարող անկողմնակալ որոշում ներկայացնել։ Տեսեք, մենք հետաքրքիր իրավաբաններից դրույթ ունենք, որ հիմնավոր կասկած հասկացությունի մասին է խոսքը, ցանկացած սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի հիմնավոր կասկած ունի, որ ընդամենը 7 օրվա տարբերությամբ անձը, այսինքն կուսակցական լինել, հետո 7 օր հետո չլինել, միանշանակ թույլ է տալիս ենթադրելու ունենալու մտավախություն, որ վերջինս չի կարող լինել անաչառ, որովհետև փոխկապակցվածությունը չափից ավելի շատ է։ Եթե ես չեմ սխալվում, տվյալ տեխնազուն արդեն դատավորը ամբողջ այս 8 տարիների ընթացքում եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ու միանշանակ դա հիմք է տալիս ենթադրելու, որ հավանականությունը չափից ավելի քիչ է։ Բայց մենք հաճախ լսում ենք, որ իշխանությունը հայտարարում է նաև ամենաբարձր մակարդակով, որ իրենք արել են եւ անում են ամեն բան, որ դատական եւ գործադիր օրենսդիր իշխանությունները միմյանցից տարանջատված լինեն։ Այդպես չէ։ Մենք հայտարարությունների մասշտաբով ու մակարդակով այդ միտքը միանշանակ լսել ենք, բայց փորձը նաև ցույց է տվել, որ ամբողջովին դրա հակառակն է, որովհետև նույն վարչապետի աթոռը զբաղեցնող անձը իր գրեթե բոլոր ելույթներում, այս ընթացքում կատարվելիք մարզային այցերում եւս մեկ անգամ բոլորիս ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետությունում տիրում է բռնապետական կարգեր, բոլոր հարցերը լուծվում են Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ, սկսած դատական համակարգից, WhatsApp-յան, Facebook-յան արտարադատությունից, ուղիղ հստակ նաև Սամվել Կարապետյանի դեպքում նաև ունենք շատ դեպքեր, երբ որ Facebook-յան ստատուսով հստակ ուղղորդում ու ցույցում էր լինում ու դրանից հետո քննչական մարմինները, ոստիկանությունը, իրավապահ համակարգը անհրաժեշտ գործողություն է իրականացում։ Այսինքն այստեղ Հայաստանի Հանրապետությունում այսօր խոսել իշխանությունների տարանջատման սկզբունքի մասին, դա առնվազն ճիշտ չէ։ Առաջարկում եմ մեր զրույցը շարունակենք տնտեսական թեմաներով, դուք Շիրակի մարզից եք եւ նաեւ համակարգում եք Ուժեղ Հայաստան կուսակցության Շիրակի մարզային գրասենյակի աշխատանքը։ Շիրակի մարզը վերջին տարիներին աղքատության ամենաբարձր ցուցանիշը ունի Հայաստանում, եթե չեմ սխալվում, անցյալ տարի մոտ 43% էր։ Ձեր գնահատմամբ ինչ քայլեր են պետք մարզը այդ լուսանցքից հանելու եւ աղքատությունը վերացնելու համար։ Շատ ճիշտ նշեցիք, Շիրակի մարզում աղքատությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, հենց 43%, այսինքն եկեք մի պահ պատկերացնենք, որ մարզի բնակչության գրեթե կեսը տարական
նույնիսկ տնտեսական ապրանքների, կոմունալ վճարների, հացի խնդիր ունի։ Իսկ այդ մեր փոքր նման երկրի համար 43%-ը ահռելի վատ թիվ է։ Վերջին 8 տարիների ընթացքում իրենց կողմից Շիրակի մարզում չի կառուցվել աղետի կոդի համարվող մեր տարածքում չի կառուցվել կետ մեկ բնակարան, որպես այդպեսին չի կառուցվել նույնիսկ մեկ աշխատատեղ։ Երբ որ իրենք նշում են բազմաթիվ ամենօրյա հաճե ռեժիմով, ամենամսյա ռեժիմով Գևորգ Բաբոյանը ներկայացնում է թվեր թե գրանցվող աշխատողները ավելացել եւ այլն, այդ դեպքում հարց է առաջանում շատ արտարացված աշխատանք առաջանալու պարագայում, ինչու ենք մենք Շիրակի մարզում ապրողներս գտնվում աղքատ, ծայրահեղ աղքատ կարգավիճակով։ Հենց դրա համար նաև Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված տնտեսական քայլերը այս ամբողջ հաշվարկները կատարված էին, թե որ դեպքում ինչ է մեզ անհրաժեշտ լինելու։ Վստահ եմ տեղեկացված եք դուք էլ, կաված օրինակ 0% հարկ փոքր բիզնեսի համար։ Մարզերում այդ մեխանիզմը աշխատում, որովհետև մարդիկ ռիսկ չեն անում սկսել բիզնես, որովհետև հարգային մարմինները, տեսուչները, այսպես ասած անընդհատ խանգարելով թույլ չեն տալիս մարդիկ աշխատել, թույլ չեն տալիս մարդիկ զարգանալ։ Հարգերը բավականին բարձր են։ Հարգի հետ մեկտեղ կա վարչարություն, հասկացություն։ Այսինքն մարդիկ հենց այդ ռիսկ չեն անում բառի իմաստով սկսելու նոր բիզնես։ Ստիված արտագաղթում են, որ նաև առաջացնում է շատ դժ դեմոգրաֆիկ խնդիր, որովհետև օրինակ մեր թաղում մի քանի օր առաջ եմ հաշվարկ արել 16 տուն պետք է լիներ, սեփական տների մասին է խոսքը, 16 բնակարանից, տներից 8-ում մարդ չկա։ Այսինքն ամբողջ քաղաք, ամբողջ մարզը դադարվում է։ Ու այդ ամենը գալիս է ինչից, որովհետև աշխատանք չկա, գումար չկա, զբաղվածություն չկա։ Դրա համար զարգ է տրվելու փոքր բիզնեսին, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ռիսկով, առանց որևէ հարգային պատասխանատվության հարգերի վճարման, մտնել, սկսել որևէ բիզնես։ Նույնը նաև 300,000 նոր աշխատատեղերին է վերաբերում, որը նաև այս ամենի հետ փոխկապակցված է։ Այսինքն աշխատատեղ ստեղծելով մենք կարող ենք մարդկանց ճագերտավոր ասեմ ստիպել մնալ իրենց հայրենիքում, որովհետև իմ շրջապատում էլ գտնվում են շատ մարդիկ, ովքեր երազում են հետ վերադառնալ Հայաստան կամ առնվազն չլքել Հայաստանը, բայց գործ չունենալու պատճառով, աղքատության պատճառով ստիպված են լինում հացի ընդամենը համար լքել իրենց տունը, իրենց բնակարանը, իրենց հայրենիքը։ Դուք ասում եք 300,000 աշխատատեղ կստեղծենք Հայաստանում, պարոն Մխիթարյան, բայց օրեր առաջ հենց մեր տաղավարում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց, որ սա միֆ է եւ Հայաստանում 300,000 նոր աշխատատեղի կարիք չկա եւ գործազրկության մակարդակը, եթե չեմ սխալվում, մոտ 100,000 քաղաքացու շուրջ է։ Իրենց տվյալները ես մի հատ շատ լավ միտք կուզենամ արտահայտեմ, ես կուզենայի ամենայն անկեղծությամբ կուզենայի ապրել իրենց պատկերացրած Հայաստանում, որովհետև երբ որ նայում ենք ու իրենց ներկայացուցիչներն ենք տեսնում, հասկանում ես, որ Հայաստանում որևէ խնդիր չկա։ Բայց իրական կյանքում գետնի վրա մարզի վիճակը, ես դեռ երկար ժամանակ է Շիրակի մարզում եմ, Գյումրի քաղաքում եմ, այս վերջին ընթացքում գյուղեր եմ այցելել, հասկանում եմ, որ իրենց ասածը մնացած բոլոր ասածների նման միֆ է։ Հենց այդ միֆը կուզենամ նախարարին փոխանցել իրենց ասածն է միֆ, որովհետև երբ որ ժողովուրդը նման աստիճանի չեմ ներվետ բառ ասելուց սոված է, զբաղվածություն չունի ու անդադար մենք դեմոգրաֆիկ խնդիրներ ենք ունենալու, անդադար արտագաղթ ունենք, ստացվում է, որ իրենց պատկերացած Հայաստանն է միֆ, որովհետև իրականում մենք այս պահին ցավոք սրտի ու իրենց պատճառով գտնվում ենք շատ թույլ կարգավիճակում։ Բայց Գյումրին վերջին տարիներին զբոսաշրջային առումով բավական զարգացում է ապրում եւ իշխանությունն ասում է, որ սա մենք ենք արել։ Եթե հետ գնանք մի քիչ ավելի շատ, մինչև 2018 թվականը, միանշանակ Գյումրին տուրիստական քաղաք սարքելու գաղափարը իրենցը չի եղել։ Իրենք ընդհանրապես կապ չեն ունեցել։ Ասեմ ավելին, ըստ անհրաժեշտության ես կարող եմ ապացույցները ներկայացնել, Գյումրիում ունենք 5 մայր արկելոցում 2 փողոցներ, մեկ փողոցը կառուցվել էր միջև իրենց, մյուս փողոցը հեղափոխությունից հետո վիզուալ արտաքին աչքով մենք հստակ տեսնում ենք, որ միջև իրենց կառուցված փողոցը շատ ավելի լավ վիճակում է գտնվում արդեն անցել 8 տարի, քան իրենց կառուցածը։ Ասեմ ավելին, Գյումրին տուրիստական հոսք սարքելու համար իրենց կողմից հոսք ավելացնելու համար Գյումրի իրենց կողմից չի կատարվել որևէ գործողություն։ Ինչ եղել է, ինքնահոսի եղել։
ունենք, օրինակի համար դա տուրիստականը չէր, մարդիկ մի պահ ուղղակի ավելացան։ Արցախի տեղահանվածները բավականին մեծ թվով արցախցիներ եկան Շիրակի մարզում բնակվեցին, մի մասը ցավոք սրտի եւ ստիված ու իրենց պատճառով լքեց նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Մենք ունեցանք ռուս-ուկրաինական պատերազմ, երբ որ բավականին մեծ թվով ռուսներ եկան։ Այսինքն այդ հոսքի ներհոսքի մասին է խոսքը։ Բայց ասեմ ավելին, պաշտոնական տվյալներով 2020 թվականից հետո, պատերազմից հետո, գրեթե յուրաքանչյուր տարի տվյալները տարի պակասում են, ինչքան տուրիստ է գալիս Գյումրի։ Այսինքն իրենց ասած այդ միտքը նույնպես միֆ է ու մեր մոտ տուրիստների, այսպես ասած, շռնդալից հոսք չունենք։ Դուք ձեր հայտարարություններից մեկում նշում եք, որ առաջարկում եք մարզերի համաչափ զարգացում եւ նշում, որ մարզում աշխատող քաղաքացին պետք է Երևանում աշխատող ապրող քաղաքացու չափ աշխատավարձ ստանա։ Նախ սա ինչպես եք հնարավոր համարում իրագործել եւ արդյոք եթե մարզում քաղաքացին ստանա Երևանի աշխատավարձ, չի գա Երևանում բնակվելու, խոսքը հատկապես երիտասարդներին է վերաբերում։ Տեսեք, երբ որ խոսում ենք մարզերի համաչափ զարգացման մասին, մենք նկատի ունենք այն դեպքերը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի կենտրոնացված միայն Երևան քաղաքում, ասեմ ավելին Երևան քաղաքի կենտրոնում։ Երբ որ նույնիսկ Երևան քաղաքի կենտրոնից է դուրս գալիս, այնտեղ էլ նույնպես բավականին խնդիրներ կան։ Բայց ես լինելով մարզի բնակիչ ու ցավոք սրտի նաև ասեմ, որ իմ հայրական տնից դուրս եմ եկել մոտավորապես 15 տարի Գյումրիում չէի բնակվում, լինում էի միայն ազատորեն, որովհետև բուհել եմ Երևան քաղաքում սովորել, Երևան քաղաքը այո ինձ շատ բան է տվել, աշխատել եմ, կայացել եմ որպես մարդ, որպես մասնագետ Երևան քաղաքում, բայց ես միանշանակ կուզենայի առնվազն գոնե, եթե բուհը Երևան քաղաքում եմ սովորում, գոնե աշխատանքս Գյումրիում լիներ, բայց քանի որ չունենք որևէ նախարարություն մարզերում, չեմ խոսում միայն Շիրակի մարզի մասին, չունենք կարևորագույն կազմակերպություններ, ովքեր ունեն մասնագիտացված ու լավ մասնագետների կարիք։ Դրանից հետո ստիված է լինում ապրել ու մնալ Երևանում։ Ես վստահ եմ, իմ ընկերներից գերակշիռ մասը, եթե հնարավորություն լիներ, առնվազն չեմ էլ խոսում Երևանին հավասար աշխատավարձի մասին, գրեթե մոտ կամ մի քիչ մոտ պայմաններով միանշանակ մենք մնալու ենք բոլորս մենք մեր քաղաքն են, որովհետև վստահեցնում եմ ձեզ, այդ իմ անձնական փորձերը ցույց տալիս, բավականին դժվար է նախ երկու տուն, որպես այդպեսին բայելը ֆինանսապես, պլյուս այդ ամեն ինչին, կոմարած այդ ամեն ինչին դու կդրում ես կոնդանիկից, գալիս ես նոր միջավայր եւ այլն իր բոլոր պարտություններով հետ մեկտեղ։ Այսինքն, եթե համաչափ զարգացում լինի ունենանք, ամեն մարզում դիցուկ մեկ նախարարություն, չգիտեմ, ներդրումների միջոցով ունենալ տարբեր ընկերություններ, ովքեր իրենց մասնաճյուղերը կբացեն տարբեր վայրերում, այսինքն կստացվի, որ Երևանը նման չափ, այս ահռելի չափով կերպ բնակեցված չի լինի, մարզերն ինքնստինքյան համաչափ կզարգան։ Եթե մարդու ձեռքը գումար չկա, աշխատանք չունի, առաջի տարբերակ պետք է գա Երևան, երկրորդ ու վատագույն տարբերակը պետք է լքի Հայաստանի Հանրապետությունը։ Քանի որ մեր զրույցում շատ խոսեցինք Գյումրիի մասին, Գյումրի բառը վերջին շրջանում ավելի շատ ասոցացվում է Գյումրիի սցենար տարբերակով։ Իշխանությունն ասում է, որ Գյումրիի սցենար Երևանում թույլ չեն տալու իրականացնել եւ մատնանշում են, որ ընդդիմադիր ուժերը այսօր խաբում են մեղմ ասած ժողովրդին եւ իրականացնելու են այն նույն գործողությունները, ինչ որ եղավ Գյումրիում։ Ձեր գնահատականը։ Ես կարող եմ մենակ մեր մասով խոսել, որ մենք մեր հայրենագիստերի հետ առաջի օրվանից եղել ենք ազնիվ, դրա վառաբացույց է նաև թե տնտեսական 5 քայլերի մեր տեսլականը, թե անվտանգության 6 քայլերի մեր տեսլականը, թե ինչպես պետք է ապահովենք այդ ամենը, պլյուս այնի ճանապարհը, որով Սամվել Կարապետյանը կարող է լինել եւ լինելու է Հայաստանի Հանրապետության վարչապետը, ցույց է տալիս մեր ազնվության մասին։ Մենք մեր հասարակության հետ, մեր ժողովրդի հետ ազնիվ ենք։ Մենք մեզ համարում ենք ու այդպես է կա իրական ընդդիմություն։ Ես ամենայն անկեղծությամբ չեմ էլ հասկանում նրանց այդ միտքը ինչ է նշանակում, գաղափարը իհարկե հասկանում եմ, բայց չեմ հասկանում իրենց այդ վախը ու թուլությունը, թե Գյումրի երկու սցենար, որովհետև բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ առնվազն իրենք շատ
լուրջ խնդիրներ են ունենալու, հնարավորություն ունեն վերարտադրվելու եւ միանշանակ հաջորդ վարչապետի անազգանունը լինելու է Սամվել Կարապետյան, դրա համար իրենք փորձում են իրենց հերթական սուդը, մանիպուլյացիան, կեղծիքները տարածել ժողովրդի մեջ։ Բայց ասում են Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ եւ ուժեղ Հայաստան կուսակցությունը ձայները տալու է ընդդիմադիր այլ ուժի։ Մեր Նարեկ Կարապետյանը երեք հստակ ի թիվս այլ հայտարարությունների երեք շատ հստակ ու բաց նշեց, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը իր ձայները որևիցե մեկին չի տալու։ Մեր վարչապետի տեխնազուն Սամվել Կարապետյանն է, իսկ իրավական մասով նշեմ, որ նաև նույնիսկ մենք այդ մասն ենք մեր հայրենագիտներին հստակ ու ճանապարհային քարտեզը ներկայացել, թե որ դեպքում կարող է եւ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Իրենց այսպես մի բան ասեմ, իրենց ցանկացած ասած, սկսած Արցախ Հայաստանը եւ վերջ, մեր ծով շարժումը որևիցե հաջողություն չի ունենալու, գիտեմ, կուսակցությունը չեն գրանցելու, Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, իրենց ցանկացած ասած, իրենք ինչ ասում են, դրա հակառակը լինում է։ Հենց այստեղից էլ նաև մեր վստահությունը, ավելացած նաև բոլոր տեսակի սոցհարցումները, մեր մարզային այցերը ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանի մեր թիմի վարկանիշը բավականին բարձր է։ Իրենք հենց այդ առիթով այնքան թույլ են, ասելիք նույնիսկ չունեն, որ միայն կարողանում են նմանատիպ կեղծ տեղեկատվություններ տարածել։ Չի կարող ձայները սրան է տալու, նրան է տալու։ Մենք երեք ունեցանք նաև կոնկրետ այդ մասով պաշտոնական հայտարարություն, ու քանի որ հիմա մենք խոսում ենք մի մարդկանց, մի ընտանիքի մասին, մի ուժի մասին, որտեղ կարևորագույնը ժողովրդին ու հասարակությանը չխաբելն է, դրա համար ես վստահեցնում նաև մեր հայրենագիտներին, որ ինչ խոսվում է, ասում է Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի, մեր թիմի կողմից, միանշանակ դա իրականություն դառնալու է եւ երաշխավորված է։ Երեք նաև ուժեղ Հայաստան կուսակցությունը իդեմս Նարեկ Կարապետյանի հուշագիր ստորագրեց հունական եւ հոլանդական ընկերությունների հետ հետախուզական ծառայությունների մատուցման առումով։ Սրանք ինչ ընկերություններ են եւ ինչ են տալու մեզ։ Տեսեք, հուշագիրը նախ սկսեմ նրանից, որ վայրը պատահական չէր ընդունված, Ջերմուկ քաղաքում։ Մենք այդ կողմում, ինչպես բոլորս գիտենք, Փաշինյանի թույլ բանակցող լինելու, թույլ ղեկավար լինելու պատճառով ունենք տարածքներ, որոնք փաստացի օկուպացված են։ Սյունիքի մարզը մեր համար չափից ավել կարևոր է։ Մենք ունենք մեր կարմիր գծերը ամբողջ Հայաստանի Հանրապետության մասով, որոնք թույլ չենք տալու որևիցե պայմանում անցնել։ Լինի դա ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում են։ Ինչ է անել ուժեղ Հայաստանը, եթե գա իշխանության։ Մենք հենց այդ արտով կհիշեք եւ վստահ եմ մի քանի օր առաջ նաեւ ունենք աշխարհի գրեթե կարևորագույն բոլոր երկրներից մասնագետներ, Իսրայելի վստահ եմ մասնագետին, փորձառու մասնագետի մասին տեղեկացված եք, նույն ձև հունական կազմակերպություն, ինչպես նշեցիք, ում հետ մենք հուշագիր ենք ստորագրել, հոլանդական ընկերությունը, Ամերիկայից ունենք փորձագետեր, այսինքն մենք մեր ամբողջ ներուժը Սամվել Կարապետյանի հետ ուժեղ բանակցող, ուժեղ կապեր ունեցող մարդը իր բոլոր ռեսուրսը տնելու է, որպեսզի հավաքվի լավագույն թիմ, հենց այս թիմը իր խորհրդատվություններով բոլոր տեսակի այս հարցերի պատասխանը տալու է։ Այսինքն մենք երբ որ ներկայացրեցինք անվտանգության նաև 6 քայլեր, ուժեղ դիվանագիտություն, ուժեղ բանակ, խելացի սահմաններ, պաշտպանված երկինք, տեղական ռազմարտունաբերություն եւ վերջին կետը վերաբերում էր արժանապատիվ ծառայություն, հենց սրա մասին են խոսում։ Այսինքն մեր մոտ բոլոր քայլերի հերթականությունը հստակ կա եւ մենք նույնիսկ միջև ընտրություններ հավաքում ենք մեր թիմը, մեր մասնագետները ամբողջ աշխարհից, ով որ կդային մտքերը, կդային համակարգերի տեղը, որը պաշտպանելու է հայ զինվորին։ Մենք հիշում ենք 2020 թվականին ինչ խնդիր ունեցանք հոբ համակարգի վատ աշխատելու կամ բացակայության պատճառով։ Մեր հայ զինվորը մեր համար կարևորագույն սրբություն է։ Հայ զինվորը երբ որ սահմանին կանգնած է, պետք է վստահ լինի, որ օդից ինքը որևէ խնդիր չի ունենալու։ Ոչ թե այն ինչ որ տեսանք, ունեցանք շուրջ 5000 զոհ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։